Մինչև կանխատեսումներին անցնելը, ես պետք է ասեմ, որ կլիմական առումով 2026 թվականի և գարունը և հունիսը բացառիկ ամիսներ էին, որովհետև հունվարից սկսած մինչև մայիս, այսինքն 5 ամիս շարունակ հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավել։ Առանձին ամիսներին, ինչպես արդեն նշվեց, հատկապես փետրվարին, մարտին, մենք ունեցել ենք հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ եղել է նորմայից բարձր։ Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում որևէ տարի, երբ ծովի մակերևույթից 2700-2800 մետր բարձրության վրա տարվա այս ժամանակահատվածում, այսինքն հունիսի 20-ի դրությամբ, 20-21-ի դրությամբ, լինեն ձնաբծեր, որոնց բարձրությունը կարող է հասնել մինչև 3-4 մետրի, իսկ առանձին հատվածներում կան հատվածներ, որտեղ մինչև 6 մետր բարձրությամբ ձնաբծեր կար։ Ավելին, 2900-ից 3000 մետր բարձրությունների վրա մենք ունենք դեռ համատարած ձնածածկույթ, այսինքն ոչ թե դրանք ձնաբծեր են, այլ կա համատարած ձնածածկույթ։ Մեր ակնալիճը Գեղամալեռների վրա, Քարելիճը Արագածի վրա, երբ որ սառույցից ազատվում են սովորաբար մայիսի 20-ի դրությամբ, ներկա պահին և Քարելիճը և ակնալիճը գրեթե մեծ մասամբ դեռ սառցապատ են։ Հիմա անցնենք կանխատեսումների